Ասեք, ինչու եք այստեղ, որտեղից եք եկել եւ ինչ ապրումներ, զգացողություններ։ Սիրով անամբեր սպասել եմ եւ այս գեղեցիկ տոնակատարությանը, որ ինչպիսի ձեռքբերումներ ունենք։ Ես եկել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ հատուկ ընտրությունների համար եմ եկել։ Ամեն տարի, այսինքն ամեն ընտրությունների սա երկրորդ ընտրությունն է, որ գալիս եմ, հպարտ եմ իմ հայրենիքով, որովհետև ես 98 թվականներից Հայաստանից հեռացել եմ, որովհետև պարանը հասել էր կոկորդներից եւ չէինք կարողանում երեխա պահեինք։ Դրա համար գնացել ենք Հայաստանից, բայց հույսով եմ մոտակա տարիների ընթացքում հետ կվերադառնանք հայրենիք, որովհետև այդ ցանկությունը ունենք եւ տեսնելով մեր երկրի հզորացումը չենք կարող հպարտանալ մեր երկրի ղեկավարով այս բոլոր ձեռքբերումներով ուղղակի հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքացի եմ եւ հույս ունեմ իմ նման շատերը կվերադառնալ։ Հիմա նախկին ղեկավարները հայտարարում են, որ իրենց տարիները ամենալավն է եղել, բանակը հզոր հայտ են ներկայացնում վերադառնալու։ Դուք այդ տարիներին ինչ եք տեսել։ Ասեմ ես 88 թվականից 89 թվականից ես շարժման մեջ եմ եղել եւ մեծ հիասթափություն ապրելով հեռացել եմ շարժումից, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, որ խլեց մեր երիտասարդությունը, այն որ մենք որպես երիտասարդներ ավյունով լցված ենք, առաջինը ինքը իր մեծ հիասթափությունը իրենից էր, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ անտանելի, ես չեմ ուզում վատ բառերով արտահայտվեմ, բայց հենց իրեն ժամանակաշրջանում հեռացածներից մեկն եմ, որ ես ինքս աշխատել եմ ուսուցչուհի, աշխատել եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտից որպես մեթոդիստ եւ այդ 4-5 ամիս աշխատելով եւ մի ամսվա աշխատավարձ ստանալով ես չեմ կարողացել մի հատ բալիկ պահեմ եւ դրա համար հեռացել եմ երկրից։ Սերժ Սարգսյանի ժամանակներում չեմ եղել, բայց ես տեսել եմ իմ հարազատների ապրելաձևով այդ ամեն թոհուբոհը տեսնելով եւ հասկանում ես, այսինքն ժողովուրդը լավ գիտի, իրենք ինչքան էլ ուզում են ներկայացնեն, որ իրենք լավն են եղել, խաղաղ են եղել, իրենց ժամանակներում ավելի շատ զոհեր են տվել, քան 44-յա պատերազմի ժամանակ անհետ կորածներ ունենք, իմ ընկերներից անհետ կորածներ կան այդ թվականներից, որ մինչև հիմա հարազատները չգիտեն որտեղա, ոնց կարելի ասել, որ իրեն ժամանակներում լավ են ապրել, խաղաղ ա եղել։